Բայց երբ որ Հայաստանի ղեկավարությունն ասում է ուրիշ տեղից գազ կբերենք, ուրիշ տեղից գազ չկա բերելու։ Ադրբեջանը գազ չունի։ Ադրբեջանը մի 10 միլիարդ խորանարդ մետր արտադրում է, 10 էլ Ռուսաստանից է վերցում, առաքում է Եվրոպա։ Հիմա ընդամենը 2 օր առաջ British Petroleum-ը ստորագրեց նոր համաձայնագիր եւ ամբողջությամբ իրան հազված Կասպից ծովի ադրբեջանական ափամերձ հատվածը նոր գազի բնակավայր գտնելու համար, որտեղ Ադրբեջանը սեփական գազ չունի։ Իրանից բերելու համար նոր գազամուղ է պետք, որովհետև գործող գազամուղը քանի հատ էլ կոմպրեսորնի կառուցեն 700 միլիոնից 800 միլիոն խորանարդ մետրից ավել չի տա, մեզի պետք է 3 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այսօր 2.5-ը բերում ենք Ռուսաստանից, 500-ը Իրանից։ Հիմա Ջանդամ Ծիրանը չեն վերցնի օղի քաշենք բան, հասկացեք, գյուղատնտեսության էքսպորտը 700-ից 900 միլիոն դոլար է, Հայաստանը ընդհանրապես դեպի Ռուսաստան 1.5-ից 1.7 միլիարդ է անում, դոլարի էքսպորտ է անում, ես չեմ հաշվում են մի 2 տարի հայտնվեց, որ բան էին անում, վերարտահանում ռուսական ոսկին, դա հիմա պրծավ, վերջացավ, Ռուսաստանը դրա կարիքը չունի։ Ռուսաստանը մի կողմից ուժեղանում է օրեցօր, որտեղ Ռուսաստանը հասկանում է, որ ես գուցե ճիշտ են այդ սանկցիաները իր նկատմամբ, սանկցիան ո՞րն է, արևմուտքից ունի։ Ինքը բացել է իր համար արևելյան աշխարհ, որտեղ սանկցիա լինել չի կարող։ Չինաստանը թքած ունի նա սանկցիաների վրա։ Հիմա այնպես է ստացվում, որ աշխարհը այնուամենայնիվ կիսվում է, Ջերբաժան է հայտնվում։ Հայաստանը պետք է հասկանա սարի որ կողմն է։ Սարի այն կողմ իրան չեն սպասում, կրակում են ընդեղից, չգաս այս կողմ։ Սարի այս կողմն էլ ինքը հարաբերությունը փչացնում է, դեռևս այն մի կողմը հարցեր չլուծած։ Հայաստանի ընդհանրապես գոյության փաստը հետևյալն է, այս երկրի գոյությամբ այս երկրով հետաքրքրված են երկու հզոր ուժ, Ռուսաստանը եւ Թուրքիան։ Թուրքիան, որպեսզի ոչինչ հասնի, այս վերջի բեկորները միանա Ադրբեջանի հետ, Ռուսաստանը, որը ընդհակառակն ասում է, ես անպայման պիտի պահպանեմ Հայաստանը, ես շահագրգռված եմ պահպանեմ, այլապես թուրքերը միանում են Ադրբեջանի Միջին Ասիայի հետ եւ Ուկրաինացնից հետո մի նոր ճակատ է բացվելու ինձ համար։ Կորցնելու եմ Հյուսիսային Կովկասը։